Ժորժյան բարի լույս, այսօր հոկտեմբերի 28-ն ենք, բան չմնաց Ֆեդերալնի ռեզերվին, բայց դե եկեք մնաց չմնաց այդ հələ մի կողմ դնենք ու հասկանանք թե ինչ ունենք անելու, ինչ չունենք անելու։ Տեսեք, շաբաթը մենք փակել էինք կանաչ, շատ ընտիրա, երեք ուրեմն բարձրացավ, այստեղ լիկվիդացիոն զոնաները մաքրեց, այսենց, տեսնում եք, այսինքն stop hunting արեց, որից հետո սկսեց իջնել այսպես ներքև, հիմա մենք ուրեմն ինչ ունենք, մենք երկու տարբերակ ունենք, դեռևս տարբերակ մեկն է աշխատում, որ այստեղից ինքը շարունակի վերև բարձրանալ և երկրորդը, որը որ ավելի անվտանգ է, կարելի ասել այս տարածքից, որ ինքը սկսի ինչ-որ գործողություն անել։ Հիմա ինչա տեղի ունեցել, առավոտվանից, ուրեմն նայեք, այստեղ մի փոքր այսպես վերև բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ, բարձրացավ, իջավ ու այստեղ չոչ ունենք այս պահին, որից հետո կարա ինքը արդեն իսկ սենց ինչ-որ մի բան անի, լավ, սենց մի բան անի, որից հետո բարձրանա վերև։ Տրամաբանությունը բարձրանալ վերևի էնա, որ ընդհանուր ճնշումը լավ է վերև, երեկվա մոմը ընդհանրապես դուրս չի գալիս, բայց եթե մենք դիտարկում ենք, որ ի վերջո սա տեղի է ունեցել, ես կարծում եմ, որ ցանկացած կետ 0.5-ից ներքև, այսինքն 113-800 զոնան բավականին լավ զոնա կարա լինի, եկեք մի հատ նայենք, տեսնենք ինչ ունենք, մի հատ սենց մի կողմ դնենք, այստեղ մի հատ fair value gap ունենք, որտեղ որ հենց անմիջապես այս հատվածն է, որ ջարդել է, հենց որ եթե ինչ մենք կարող ենք դիտարկել, որ վերև կբարձրանա։ Այստեղ նաև ունենք ուրեմն դիվերգենցիա դեպի վերև բարձրացող, հենց որ այսօր մենք երկու տրամաբանությամբ կարանք աշխատենք, մի հատը, որ այստեղից ի վերջո կգա կբարձրանա, որը որ բավականին հավանական է, բայց մի հատ մինուս կա, մինուսն էլ հետևյալն է, որ ուրեմն inverted fair value gap ունենք, դա ինչ է, դա այն է, որ այստեղ, տեսնում եք, fair value gap կա, որից հետո եկել է ջարդել է դեպի ներքև, որից հետո ստեղծել է երկրորդ fair value gap-ը ու նույնիսկ եթե սա ի վերջո բարձրացող եղա, որը որ կարա լինի, այստեղ մի փոքր վտանգ կա, որ քանի որ փոքր գրաֆիկական պատկերում, այսինքն այս մի ժամանոցով եթե մենք սենց դիտարկենք, ունենք սենց բարձրացավ, իջավ, այստեղ բարձրացավ, իջավ, բարձրացավ, ասենք թե իջավ, սա այստեղ մենք նաև ունենք չոչ դեպի ներքև, նենց որ իմ կարծիքով այս զոնան այո, կարա պահի, կարա բարձրանա միջև այստեղ, որից հետո ավելի շատ ես իրեն ակնկալում եմ, որ գա այս զոնայից ներքև իջնի այս զոնա, որից հետո արդեն դեպի վերև բարձրանա։ Զոնաներն էլ 112,000, 111,000, որտեղ որ ես ուզում եմ, որ գա հասնի, ինչի համար այս զոնան, որովհետև օրական 4 ժամանոց, նույնիսկ ժամանոցով դիման զոնա ունենք, strong դիման զոնա ունենք, հենց որ այսօր մի փոքր միքս օր է, համ վերև տեղ ունենք, համ ներքև տեղ ունենք ու այս տրամաբանությունը ինձ շատ է դուր գալիս, որովհետև իրականում հենց սեսիաների տեսանկյունից մենք կարանք դիտարկենք հետևյալը, որ այս քանը մեր սեսիան Ազիայի, եկել այստեղ մաքրել է, հիմա կարա գա այստեղ վերևն էլ նույնպես մաքրի, մտնի այս զոնան, որից հետո արդեն շրջադարձանի դեպի ներքև։ Հենց որ
Սա հետ մեկտեղ նաև լիքը այլ ուրիշ քոյներ են լինելու։ Սպասում եմ այս զոնաներին 115, 115.5 զոնան այստեղից, որպեսզի շորտ տանենք։ Համադրելու ենք այս ամենը մնացած քոյների հետ։ ADA-ն շատ սիրուն դիման զոնա կա, տեսեք օրականով ցույց տամ, որ այս զոնան որ կա 0.65-63 այս զոնան, որ շատ ուժեղ զոնա է։ Իջելը համարյա կպել է order block-ին, այն ինչին որ սպասում ենք, ու արդեն իսկ բարձրացել է մի փոքր, բայց ինձ թվում է դեռևս մի ռեսկ իջնի, եթե Bitcoin-ը իհարկե բարեհաճի, ուրեմն իջնի։ Հիմա այստեղ նույնպես Cardano-ն այս հատվածում ունենք 0.6620 մինչև 0.6560 այստեղ պոտենցիալ գործարքի հնարավորություն, ինչի համար եմ ասում, որովհետև տեսեք 15 րոպեանոցով դեռևս չունենք փակված չոչ, որը որ շատ ցանկալի կլիներ, 5 րոպեանոցով ունենք, բայց 15 րոպեանոցով ցանկալի կլիներ, որ նույնպես ունենայինք։ Հիմա այսօրը մի փոքր խառն է, բայց տեսնենք թե ինչա սպասվում մեզ։ Հենց որ առայժմ Ժորժան կխոսենք։